Մենք վերադարձանք, բարի լույս, եւ իսկապես բազմաբովանդակ է եթերը, որտեղ թեմաները մեկը մյուսից տարբերվում են եւ ուզում ենք անպայման նաեւ անդրադառնալ այս թեմային։ Եվ մայիսի 21-ին հիմնադրման 5-ամյակը տոնեց մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիան։ Համավարակի դժվար ժամանակահատվածում ձևավորված ասոցիացիան նպաստում է կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական համագործակցությանը եւ ոլորտային խնդիրների բարձրաձայնմանը։ Ասոցիացիայի կարևոր գործունեության, ձեռքբերումների եւ նպատակների մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրին, տաղավարում է մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի նախագահ եւ հոգեբան Նելի Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ 2020 թվականին Բարդ շրջանում հիմնադրեցիք հենց այս ասոցիացիան։ Հետաքրքիր է ինչ խնդիրների լուծում եք գտնում հիմնադրման պահից։ Շնորհակալ եմ հրավերի համար, հետաքրքիր մեզ համար այն էր, որ մինչ այդ ոլորտում ոչ ոքի չէր ճանաչում եւ այսպես շատ առանցին էինք աշխատում հերվից իրար նայելով, բայց համավարակը մեզ ստիպեց համախմբվել եւ առաջին խնդիրը, որ բարձրացրեցինք այդ ժամանակ, եթե կհիշեք, կառավարությունը տարբեր աջակցման ծրագրեր էր իրականացնում եւ աշխատակիցների համար տարբեր ոլորտների եւ կազմակերպությունների համար, բայց այնպես է ստացվել, որ մասնավոր նախադպրոցական հաստատությունների եւ աշխատակիցները եւ հենց կազմակերպությունները բոլոր տեսակի սոցիալական աջակցության ծրագրերից դուրս էին մնացել։ Այսպես շատ պատահաբար առցանց հարթակում մի քանի տնօրեններով զարգացման կենտրոնների, ովքեր իրար ճանաչում էին, հավաքվեցինք, որոշեցինք դիմել կառավարությանը եւ մեր ձայնը լսելի դարձնել, մեր աշխատակիցների համար որոշակի օժանդակություն խնդրել, քանի որ շատ արագ այդ ամեն ինչը ստացվեց եւ բավականին մեծ հաջողություն ձեռք բերվեց, ստացավ այդ նախագիծը, որովհետեւ 150 կազմակերպություն ստացավ աջակցություն, այդ թվում նաեւ նրանց բազմաթիվ աշխատակիցները։ Այստեղից արդեն մենք հասկացանք, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, եթե միավորվենք եւ միասին մեր ձայնը բարձրացնենք։ Ինչու է կարևոր, որ նախադպրոցական հաստատությունները հանդես գան միասնական ձայնով, միասնական հարթակում, ինչով է այս ամենը պայմանավորված։ Իրականում ողջ աշխարհում ցանկացած մասնագիտական համագործակցություն բերում է շատ ավելի արագ դրական փոփոխությունների, քան երբ որ յուրաքանչյուր կազմակերպություն աշխատում է առանցին։ Ես ինքս երկար տարիներ եմ աշխատում կրթության ոլորտում եւ նաեւ նախադպրոցական կրթության ոլորտում եւ խնդիրներ միշտ եղել են։ Խնդիրները բազմազան են եղել եւ եղել են զուտ մասնագիտության հետ կապված, կազմակերպությունների, կազմակերպաիրավական ձևերի հետ կապված եւ շատ երկար տարիներ նաեւ կազմակերպությունների իրավական դաշտ մտնելու հետ կապված։ Դրա համար ստեղծելով միասնական հարթակ, որտեղ մենք կարող ենք եւ փորձի փոխանակում իրականացնել եւ համագործակցության հարթակ ստեղծել միմյանց միջև եւ պետական կառույցների միջև, ավելի հեշտ է մեր ձայնը լսելի դառնում եւ ոլորտում դրական փոփոխությունները ավելի արագ են տեղի ունենում։ Եվ 5 տարիների ընթացքում արդեն մեր միավորված ջանքերով տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք վերաբերվել են եւ աշխատաշուկայի խնդիրներին նախադպրոցական կրթության ոլորտի եւ լիցենզավորման խնդիրներին, հավանաբար տեղյակ եք, որ շատ երկար տարիներ շատ կազմակերպություններ, ինչի՞ չէ այդ թվում նաեւ իմ կազմակերպությունը, օրենքից դուրս ենք աշխատել, քանի որ բավականին անտրամաբանական էին օրենքները եւ հնարավոր չէր ձեռք բերել լիցենզիա եւ աշխատել պետության վերահսկողության ներքո։ Մեր բարձրաձայնած խնդիրների շնորհիվ, նաև մեր պետական կառույցների հետ մեր համագործակցության շնորհիվ, նաև որոշակի փոփոխություններ օրենքներում տեղի ունեցան, որը որ աջակցեց, որ այս պահին արդեն մոտ 214 նախադպրոցական հաստատություն, մասնավոր նախադպրոցական հաստատություն արդեն լիցենզավորված է եւ գտնվում է պետական հսկողության ներքո։ Բայց իհարկե ցավոք պիտի ասեմ, որ օրենքները միևնույնն է դեռ կատարյալ չեն եւ ամեն ինչ այդքան է լավ չի, դեռ
250-ից ավել կազմակերպություններ էլ դեռ լիցենզավորման ճանապարհին են եւ ունեն դժվարություններ հենց կապված օրենքների հետ։ Մենք վստահ ենք, որ ձեր ջանքերի շնորհիվ դրանք էլ անպայման իրենց լուծումը կստանան ու վերադառնալով ոլորտին, այս պահին ինչպիսի խնդիրներ կան, որոնք դուք ակնհայտորեն տեսնում եք եւ որոնց լուծումը բացի դեռևս լիցենզավորումից իրենց լուծումը չեն գտել։ Խնդիրները բազմաբովանդակ են եւ մասնագիտական վերապատրաստումների հետ կապված եւ աշխատակիցների մասնագիտացման հետ կապված գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում է թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես կրթության ոլորտը բավականին ցածր վարձատրվող ոլորտ է եւ դա է պատճառը, որ ի սկզբանե այդ մասնագիտությունը ընտրում են շատ ավելի քիչ ուսանողներ եւ հետագայում դառնում մասնագետներ, քան շատ ավելի պահանջված մասնագիտություններ եւ այս պահին լրջագույն խնդիրներից մեկը հենց աշխատաշուկայի խնդիրն է։ Մենք մեծ հույսեր ունենք, որոշակի փոփոխությունների եւ արդյունքների հասել ենք։ Կառավարությունը ստեղծել է հնարավորություններ, որպեսզի այն աշխատակիցները, ովքեր ունեն նեղ նախադպրոցական մանկավարժի որակավորում, բայց ունեն մանկավարժական կրթություն, ստանան հնարավորություն կրեդիտներ հավաքելու եւ աշխատելու մանկապարտեզում, բայց դա դեռ շատ քիչ է, որովհետեւ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մենք ունենք հեռավոր մարզեր եւ նաեւ ոչ միայն հեռավոր մարզեր, նաեւ Հայաստանում, Երևանում, որ հենց աշխատակիցների պակասի պատճառով, մասնագիտացման պատճառով երեխաները ուղղակի դուրս են մնում կրթությունից, այսինքն չկան նախակրթարաններ, որտեղ կլինեն համապատասխան մասնագետներ, քանի դեռ չկան համապատասխան քանակով ուսանողներ, մենք պետք է մտածենք այսօր այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են տվյալ ոլորտում աշխատել, ինչպես աջակցենք, որ նրանք մտնեն այդ ոլորտ եւ աշխատեն, կամ եթե արդեն աշխատում են, նրանց աշխատանքը համարվի հավուր պատշաճի օրինական։ Հետաքրքիր է, որքանով է կարևոր այսօրվա մանկավարժների շարունակական վերապատրաստումները եւ դրապես որոշ հմտություններ, ինչ հմտություններ են առավել պահանջված ժամանակակից նախադպրոցական կրթության մեջ։ Շատ հետաքրքիր հարց է, շնորհակալ եմ շատ։ Իրականում մասնագիտական հմտությունների համախումբը բավականին բազմազան է։ Բնականաբար հնարավոր է սովորել որոշակի մեթոդիկաներ, որոշակի ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան դա պարապմունքները ավելի արդյունավետ անցկացնելու, բայց ես կարծում եմ, որ երկար տարիներ մենք ունեցել ենք խնդիր մասնագետների, մանկավարժների, բոլոր կրթության բոլոր օղակներում փափուկ հմտությունների սոցիալ-հուզական ուսումնառության հենց իսկ մանկավարժների։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մենք ինքներս դպրոցում եւ մանկապարտեզում ունեինք լավ եւ վատ ուսուցիչներ, որոնց մենք հիշում ենք, այո, որոնց մենք հիշում ենք ոչ այդքան թե ինչ են իրենք մեզ սովորեցրել, այլ ինչպես են մեզ վերաբերվել։ Կարծում եմ, որ այսօր ամենամեծ բացը, որ մեր ոլորտում կա, դա փափուկ հմտություններն են մասնագետների, դա այն հոգեբանական ճիշտ մոտեցումներն են երեխաներին, ինչի՞ չէ նաև գոլեգաներին, որովհետև դրական միջավայրը միշտ նպաստում է ավելի դրական ուսումնառության։ Ես կարծում եմ, որ սա պետք է հաշվի առնել եւ բոլոր վերապատրաստումների մեջ շատ մեծ կոմպոնենտ մտցնել որպես հենց փափուկ հմտությունները, սոցիալ-հուզական ուսուցումը մասնագետների, քանի որ նրանք աշխատում են երեխաների հետ եւ երեխային հասկանալը, երեխային ճիշտ վերաբերվելը, հաղորդակցվելը դրական կերպով շատ ավելի կարեւոր է, քան ինչպես նա ինչ որ մի բան կդասավանդի։ Այո։ Հետաքրքիր է, որ միջազգային կազմակերպությունների հետ էլ համագործակցություններ ունեք, մի փոքր մանրամասն։ Այո։ Տարբեր ուղղություններով ենք համագործակցում միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ մենք բավականին մեծ քանակով թվով սեմինար քննարկումներ ենք կազմակերպում հենց մասնագիտական հմտությունները զարգացնելու համար մասնագետների եւ յուրաքանչյուր տարի ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքի հետ միասին կազմակերպում ենք
արդեն 5 տարի է նախադպրոցական երեխային ընդառաջ համաժողովը, արդեն առաջին իսկ տարուց սկսած մենք միշտ ունեցել ենք միջազգային խոսնակներ, ովքեր հիմնականում առցանց են մեզ հետ կապի մեջ եղել եւ բավականին հետաքրքիր թեմաներով են ներկայացել մեր մասնակիցներին։ Վերջի 2 տարիներին մենք արդեն ունենք նաեւ դեմարդեմ հանդիպումներ միջազգային փորձ ունեցող եւ միջազգային մասնագետների հետ, իսկ համագործակցում ենք նաեւ հենց կառույցների հետ միջազգային UNICEF-ի հետ, Համաշխարհային բանկի հետ, շատ կազմակերպությունների, ովքեր ավելի շատ ինստիտուցիոնալ կերպով փորձում են նախադպրոցական կրթությունը զարգացնել կամ նպաստել նախադպրոցական կրթության հասանելիությանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով։ Ներառական կրթության վիճակը ներկայիս նախադպրոցական մակարդակում ինչպես է գնահատում Հայաստանում։ Ընդհանրապես կրթության մակարդակով ցավալիորեն պիտի նշեմ, որ բավականին լավ չեմ գնահատում, չնայած եւ մենք ունենք ներառականության վերաբերյալ բոլոր տեսակի օրենքներ եւ երեխաների իրավունքները պաշտպանող օրենքներ, բայց գործնականում մենք տեսնում ենք խնդիրներ։ Խնդիրները էլի բազմաշերտ են, նորից կնշեմ մասնագետների մասնագիտացումը, որ շատ քիչ են վերապատրաստումները մասնագետների, որոնք կկարողանան ներառական գործիքներ կիրառել, կկարողանան շատ ավելի տարբեր կարողությունների եւ ընդունակությունների տեր երեխաների ներառել խմբերում եւ մանկապարտեզում եւ դպրոցում։ Ինձ համար սա շատ ցավալի փաստ է եւ իրականում նախադպրոցական ոլորտում եւ մասնավոր եւ պետական ոլորտում այդ նույն խնդիրները կան։ Մենք շատ մասնավոր հաստատություններում մի հետաքրքիր փորձ ենք այսպես ձեռք բերել, հետաքրքիր բանաձև ենք գտել, ունենք 2 տարբերական կազմակերպություններ, ովքեր ունեն նախաներառական խմբեր եւ այսպես սկզբում աշխատում են երեխաների հետ անհատական, հետո շատ կարճ ժամանակով կարողանում են երեխաներին ներառել սոցիալիզացիայի նպատակով խմբերում, իսկ հետո արդեն ամբողջական ներառում է լինում։ Եվ կիրառում ենք նաեւ երկրորդ տարբերակը, երեխաներին ներառում ենք սկզբանե խմբեր, թյութերների, այսինքն անհատական ուղեկցողների միջոցով, 2 տարբերակն էլ հրաշալի արդյունքներ են տալիս, մանավանդ անհատական ուղեկցողի հետ միասին ներառելը, քանի որ հատուկ կարիքներ ունեցող բալիկները երբեմն ունեն հավելյալ աջակցության կարիք, հա, եւ ուսումնառության եւ խնամքի տեսակետից եւ լավագույն տարբերակը սա է երեխաների ներառման, ցավոք սրտի չեմ կարող ասել, որ բոլոր հաստատությունները կիրառում են այս մոտեցումները, բայց նրանք ովքեր կիրառում են ցուցաբերում են հրաշալի արդյունքներ։ Տիկին Խաչատրյան, իրականում այն հարցը, որը պիտի տամ միգուցե հստակ պատասխան չպարունակող հարց է, բայց ինչ եք կարծում պետականորեն ինչու է այս անգնահատելի աշխատանքը այսքան չգնահատված եւ արդյոք մասնավոր կառույցները գոնե թե փորձում են այս հարցին որևիցե լուծում գտնել։ Ես արդեն ի սկզբանե ասեցի, որ կրթության ոլորտը ամենացածր վարձատրվող ոլորտն է ողջ աշխարհում։ Ես ինքս աշխարհում, այո, ցավոք սրտի, այսինքն նույնիսկ երբ որ մենք բարձրաձայնում ենք, որ արտասահմանում ուսուցիչը կամ դաստիարակը ստանում է այսքան աշխատավարձ, այո, մեզնից բարձր աշխատավարձ, բայց իրենց աշխատավարձների համեմատ միևնույնն է այն համարվում է բավականին ցածր։ Ես բավականին մեծ փորձ ունեմ եւ ուսումնասիրության եւ ուսումնառության միջազգային փորձի եւ նաեւ Հարվարդի համալսարանի առցանց ուսանող եմ հանդիսանում եւ այնտեղ բավականին մեծ քանակությամբ հենց տնօրենների հետ եմ շփվում, քանի որ վերապատրաստում եմ, որին մասնակցում հենց տնօրենների համար նույն խնդիրները այնտեղ կան։ Դե չենք կարող մրցել ֆինանսական եւ այլ կառույցների հետ, ովքեր հենց գեներացնում են ֆինանսներ եւ դրա համար միգուցե այդ բաշխումը այդպես է տեղի ունենում։ Ցավոք սրտի անգնահատելի եւ չգնահատված է հաշվի առնելով նաեւ, որ աշխարհի ամենաստրեսային աշխատանքների ցուցակի մեջ է մտնում առավել եւս նախադպրոցական մանկավարժի աշխատանքը։
Եվ իրականում եւ պետությունն է փորձում որոշակի քայլեր ձեռնարկել պետական ոլորտում փոփոխություններ կատարելու եւ մասնավորն էլ իր հնարավորությունների սահմանեմ։ Ցավոք սրտի մասնավոր այսպես խոսույթը մի շատ է լինում, որ այնքան թանկ է, բայց պետքա չմոռանանք, որ մենք ինքնաֆինանսավորվող ենք, հա, այսինքն մեր եւ աշխատավարձները եւ մնացած բոլոր ծախսերը գեներացվում են հենց ծնողների վճարներից եւ հնարավորության դեպքում աշխատում ենք մաքսիմալ, որովհետեւ բնականաբար էլի եմ ասում, անգնահատելի է իրանց աշխատանքը, մենք կարողանում ենք մեր հնարավորությունների սահմանել, բայց ինքը ցածր վարձատրվող, որովհետև ինքը ֆինանս չգեներացնող կոմերցիա չի հետապնդում։ Այո, դե պարզ է։ Տիկին Խաչատրյան, դուք նշեցիք ձեր խոսքում, որ համագործակցում եք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, մինչև UNICEF, հետաքրքիր է UNICEF-ի հետ համագործակցությունը, ինչ նոր հնարավորություններ է բացում ոլորտում, ինչ նոր առավելություններ է տալիս։ Դե իրենք բավականին մեծ ուսումնասիրություններ են կատարում, փորձում են խթանել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, որը որ ողջունելի է։ Մենք որոշ ուսումնասիրությունների մասնակցում ենք, իրենց շնորհիվ նաև համագործակցում ենք այլ միջազգային կառույցների հետ, ովքեր նույնպես փորձում են հետազոտություններ կատարել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, հասկանալու որոնք են խնդիրները, որ քանակով ավելի քիչ են նախադպրոցական հաստատությունները, քան կա դրա պահանջարկը։ Մենք այս գործընթացի բավականին մեր ասոցիացիան այս գործընթացի բավականին ակտիվ գործընկերն է հանդիսանում եւ ուսումնասիրությունների առումով եւ նաեւ այն առումով, որ մենք ջանք չենք խնայում օգնել ու աջակցել մեր մարզային գործընկերներին եւ անհատներին, ովքեր որ ցանկանում են նախադպրոցական հաստատություններ հիմնել մարզերում։ Շատ շնորհակալ ենք նախ երեխաներին նրանց հետ աշխատելու համար, որովհետև իսկապես այո, տքնաջան աշխատանք է, մանկահասակ երեխաներին, ովքեր որ պետք է պատրաստում եք գնալ դպրոց, իսկապես կարևոր է, եւ այո, թող շատ լինեն այն մասնավոր գոնե ընկերությունները, ովքեր որ կլինեն նախադպրոցական կրթական համալիրների կողքին, որոնք էլ իրենց հերթին այո կլինեն երեխաների հետ միասին։ Շնորհակալ ենք կարևոր նախաձեռնությունների համար եւ կսպասենք մեր տաղավարում։ Էլի հետաքրքիր նորություններ։ Ես էլ եմ շնորհակալ, ասեմ, որ այո շատ բարդ աշխատանք է, բայց հաճելիագույն աշխատանք է։ Երբեմն օրվա վերջում կամ ամսվա վերջում հոգնում ես, բայց այն էներգիան, որ դու ստանում ես, այն դրական լիցքերը, որ դու տալիս ես եւ այն պտուղները, որ դու տեսնում ես հետագայում երեխաները, երբ որ դառնում են արդեն ավելի մեծ տարիքի մեր հասարակության անդամներ, մենք հասկանում ենք, որ արժե են այդ ջանքերը։ Շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե այսքանն էր մեր զրույցը, սիրելի հեռուստադիտողներ, այս պահին կարճատև դադար, վերադառնանք եւ օրվա խորհրդի մասին խոսենք։